Երկորյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը հայտարարել էր. «Մենք պետք է գտնենք Հայաստանին Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի մաքսային միությանն անդամակցելուն»։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հստակ չի ասում, թե ինչպես է պատկերացնում այդ մոդելը, փոխարենը համոզմունք է հայտնում. Օլանդի հայտարարությունը ապացուցում է եւ քաղաքականությունը իրատեսական էր։ Երբ որ մենք անցյալ տարի եւ այս տարի ասում էինք, որ քաղաքականությունը Եվրամիության կողմից տարվող եւ առաջարկվող պետք է ձևակերպենք եւ բանաձևի մեջ, ապա բազմաթիվ ծայրահեղ եվրոպասերներ մեզ մեղադրում էին հետընթացի մեջ, մեզ մեղադրում էին նրա մեջ, որ մենք իրատեսական չենք գնահատում իրավիճակը։ Հարկ է Աշոտյանին հիշեցնել նման հայտարարություններ էին անում ոչ միայն Հայաստանում, մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման հրապարակումից հետո Եվրամիության ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանը չի կարող ասոցիացման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, որովհետև դրանք երկու իրար հակասող միություններ են։ Այս պարագայում Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դեսպան Տրայան Հրիստիայից հարցրեցինք նախագահ Օլանդի հայտարարած նոր մոդելը ինչքանով է հավանական եւ ինչպես կարելի է իրագործել։ Well, let me underline first that is not the habit of the EU ambassadors to comment. Նշել, որ Եվրամիության դեսպանը սովորաբար չի մեկնաբանում անդամ երկրների ղեկավարների արած հայտարարությունները։ Մեզ համար դա շատ կարևոր է, բայց այս պահին մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչ ենք որոշել հայկական կողմի հետ Վիլնյուսի քաղաքնաժողովում։ Jointly with the Armenian side at the EU level in the European Eastern Partnership Vilnius Summit. Տպավորություն է, որ դեսպան Տրայան Հրիստիան Օլանդի պես լավատես չէ այս հարցում, ուստիև ճիշտ ապում ասել ավելին, քան Վիլնյուսի քաղաքաժողովին է ասվել։ Միջազգային փորձագետ ՀՇ անդամ Հովհաննես Սիգիթյանը հիշեցնում է. Ֆրանսիան արևելյան գործընկերության շրջանակներում ամենաակտիվ երկրներից չէ, իսկ Օլանդի նման հայտարարությունը տեղավորվում է բարեկամ երկրում քաղաքակիր դիվանագիտական հայտարարության ձևաչափի մեջ։ Իրականում նման առաջարկն իրագործելը այնքան էլ իրատեսական չէ, համոզված է Իգիթյանը։ Հայաստանը գտնում է այդպիսի մի արտարոց կարգավիճակում, որ Եվրամիությունը պետք է գտնի հատուկ Հայաստանի համար մի մոդել։ Դա շատ բացասական է, որովհետև Եվրամիությունը ունի գործող մոդելներ բազմաթիվ երկրների հետ։ Իսկ Հայաստանը չի տեղավորում ոչ այնտեղ, ոչ այստեղ։ Արմեն Աշոտյանը ստեղծված իրավիճակն այլ կերպ է մեկնաբանում։ Ակնհայտ է դառնում, որ եվրոպական քաղաքական վերնախավը հասկացել է, որ հակադրությունների ճանապարհով, այդ թվում նաև Ռուսաստանի հետ հակադրությունների ճանապարհով հնարավոր չէ կառուցել բարգավաճ եւ խաղաղ եվրոպական տարածք։ Եվ ցավում է, որ այդ ամենը հասկանալու համար պետք է անցնել ուկրաինական դժբախտությունների շարանով, բայց այնուհանդերձ ակնհայտ է, որ հետևությունները եվրոպական քաղաքական գործիչների այն հատվածը, որը նախկինում այդպես չէր մտածում, արել են։ Աշոտյանի խոսքերից Իգիթյանը հասկանում է ՀՀԿ-ն ոչ թե տնտեսական, այլ անվտանգության գործոնն ի նկատի ունենալով է միությանն անդամակցելու ցանկություն հայտնել։ Այդ պարագայում անընդունելի է այժմ տնտեսական հարցեր վկայակոչելը։ Պարզ ասեք, որ մենք մտել ենք մաքսային միություն, որովհետև Ռուսաստանը մեզ շանտաժի էր ենթարկել։ Մեր ստրատեգիական ռազմական, քաղաքական պարտնյոր Ռուսաստանը մեզ սպառնացել է, որ եթե դուք մաքսային միություն չմտնեք, ես ձեզ Ուկրաինայի օրը կհասցնեմ։ Կկիսեմ կտոր կանեմ, մի կտորը կտամ Թուրքիային, մի կտորը Ադրբեջանին, մի կտորը չգիտեմ ինձ կմիացնեմ։ ԵՄ օրենսդրությամբ եւ անդամ երկրների կարծիքները հաշվի առնելով է կառուցվում Հայաստան-Եվրամիություն բանակցային գործընթացը։ Հովհաննես Սիգիթյանը գիտի, այս փուլում Հայաստանը այդ մոդելին չի համապատասխանում։ Նայրան Ալբանդյան, Մարտուն Գրիգորյան, Գալենյուս։